Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աղոթք զավակների և ծնողների հարաբերությունների համար։ Մենք շարունակում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքը։ Նախորդ ուղերձի մեջ մենք աղոթեցինք մեր ընտանիքների համար։ Այս ուղերձով ուզում եմ, որ բոլորս միասին հատուկ աղոթք բարձրացնենք առ Աստված զավակների և ծնողների հարաբերությունների համար։ Ծնողների և զավակների հարաբերությունների կարևորությունը հատուկ շեշտվում է Աստվածաշնչում որպես երկրի ամրության և ժողովրդի համերաշխության հիմք։ «Ահա ես կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ, և նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով» Սիրելի՛ բարեկամ, արդյոք մենք լսում ենք Տեր Աստծու զգուշացումը։ Տեր Աստծու համար ամենատհաճ իրավիճակը և Նրան ամենաշատը բարկացնող մեղքերից մեկը ծնողների սխալ վերաբերմունքն է իրենց զավակների հանդեպ և զավակների անպատիվ վերաբերմունքը իրենց ծնողների հանդեպ։ Եփեսացիս 6.1-4 խոսքերում կարդում ենք. «Որդինե՛ր, հնազանդ եղեք ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճշմարիտը։ Պատվի՛ր քո հորն ու մորը. սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով, որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես։ Հայրեր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք» Եփեսացիս 6.1-4 խոսքեր։ Եղիա մարգարեի գալուստի մասին մարգարեությունը իրականացավ Հովհաննես Մկրտչի ծառայության մեջ։ Ի՞նչ էր նա քարոզում։ Ինչպե՞ս էր այդ քարոզությունը հայրերի սրտերը դեպի որդիները դարձնում և ինչպե՞ս էր որդիների սրտերը դեպի հայրերը դարձնում։ Ծնողների և զավակների հարաբերությունների խնդիրները համատարած են մեր հասարակության մեջ։ Ծնողներ կան, որոնք այնքան են վիրավորված իրենց զավակներից, որ իրենց սրտերը լցրել են դառնությամբ և երբեմն անգամ ատելությամբ։ Զավակներ կան, որ հոգնել են ծնողների սխալ վերաբերմունքից և չեն կարողանում պատվել ու ներել իրենց ծնողներին։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Հովհաննես Մկրտիչը ապաշխարություն էր քարոզում։ Մենք պետք է ապաշխարենք՝ չլինենք ծնող, որ իր սխալ վերաբերմունքով բարկացնում է իր երեխային, և չլինենք զավակ, որ իր անհնազանդությամբ անպատվում է իր ծնողին։ Այս կարևորագույն հարաբերության բժշկության ուղին ապաշխարությունն է։ Աստծու Խոսքը հստակ է։ Տեր Աստծու օրհնությունն է գալիս այն ժողովրդի ու երկրի վրա, որտեղ հայրերի ու որդիների հարաբերությունները բժշկված են և համահունչ Տեր Աստծու սահմանած չափանիշներին։ Եվ նույնքան հստակ է, որ Տեր Աստծու պատիժն է գալիս այն երկրների ու ժողովուրդների վրա, որտեղ թշնամանք ու ատելություն կա ծնողների ու զավակների հարաբերություններում։ Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, մենք միաբանվում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի մեջ ծնողների ու զավակների հարաբերությունների բժշկության համար։ Աղոթում ենք, որպեսզի ապաշխարության հոգի իջնի բոլոր այն ծնողների վրա, որոնք խնդիրներ ունեն իրենց երեխաների հետ, որպեսզի նրանք տեսնեն սեփական սխալներն ու ապաշխարեն դրանցից։ Եվ նաև, որ նույն ապաշխարության հոգին իջնի բոլոր զավակների վրա, որոնք չարություն ունեն իրենց սրտերի մեջ իրենց ծնողների կամ ծնողներից մեկի հանդեպ։ Թող ներում և ապաշխարելու որոշում գա բոլոր վիրավորված սրտերի մեջ։ Թող բժշկվեն հարաբերությունները, և հայրերի ու որդիների սրտերը դեպի իրար դառնան, որպեսզի Տեր Աստծու օրհնությունը գա մեր երկրի ու մեր ժողովրդի մեջ։ Աղոթում ենք Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։